Դա իմ ներքին կոմպլեքսներից էր, որովհետև զգացի, որ ես մենակ եմ։ Հիմա շատ ավելի խաղաղ եմ։ Ես չհասկացա ինչ հետս կատարվեց։ Եթե իմ անձնական կյանքում ինչ-որ բան չէր ստացվում, ես միանգամից պապային էի մեղադրում։ Հայաստանում շատերն են դիմում հոգեբանի օգնության, երբ որ իրենք խճճվում են իրենց մտքերի մեջ։ Ինքը ուզում է երեխաներ ունենա, այսպես երազանքներ ունի, եւ ես ինձ մի տեսակ այնքան մեղավոր էի զգում։ Գուցե սխալն այն էր, որ ես մինչեւ ամուսնությունը ինքս ինձ այդ հարցը չէի տվել։ Դա մամայից հորդորով ա եղել, որ ես կարողացել եմ ներել ու գնալ։ Շատ լավն է հարցը, որովհետև հիմա ես որ հետ եմ նայում, իմ ընտրության մեջ երևի դա գերակշռող փաստ էր։ Մենք արդեն մոտ 1 տարի է, որ բաժանվել ենք։ Ու չեն կարողանում անգամ իրենց հետ խոսելով գտնել ելք։ Ուղղակի եկավ մի պահ, երբ որ ես հասկացա, որ այս հարաբերությունների մեջ ես երջանիկ չեմ։ Ասեց քնար, գիտես, մի օր հասկացա, որ ուղղակի այս կյանքը սևագիր չի, որ ես անեմ ու շպրտեմ։ Պարզապես իմ անձնական իրերն եմ հավաքել եւ դուրս եմ եկել։ Տես դու ինձ զուսպ ես։ Ես պայքարում եմ։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը, Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով, սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։ Musa Production